Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Քենդելը 2008 թվականից իր համար բացահայտում է Հայաստանը իբրև հնագույն քաղաքակրթության բնօրաններից մեկը։ Արդեն 7-րդ տարին Աղիտու 3 քարայրում կատարվող ուսումնասիրությունները արդարացրել են հայ-գերմանական արշավախմբի համաղեկավարի սպասելիքները։ Երբ մենք առաջին անգամ մտանք հուշարձանի տարածք, մակերևույթի քարե առարկաները, գործիքները, կենդանական ոսկորները հուշեցին, որ գործ ունենք շատ կարևոր հուշարձանի հետ։ Աղիտու 3-ը բազմաշերտ քարայրային տիպի հուշարձան է, 6 մետր խորությամբ բացված շերտերը կարևոր տեղեկատվություն են տալիս մինչև 40,000 տարի առաջ ապրած արդեն անատոմիապես ժամանակակից մարդու գործունեության և Հայաստան ներթափանցման մասին։ Սա Հայաստանի առաջի քարայրն է, որտեղ հայտնաբերվել են անատոմիապես ժամանակակից մարդու գործունեության, երկարատև գործունեության հետքեր։ Խնդիր, որը համաշխարհային գիտության, այսպես ուշադրության կիզակետում է այն առումով, որ կա այսպիսի գիտական խնդիր հասկանալու համար, թե անատոմիապես ժամանակակից մարդը, այսինքն մեր տիպի մարդը, ինչպես է տարածվել երկրագնդում։ Ենթադրվում է, որ անատոմիապես ժամանակակից մարդը ծովի մակերևույթից 1600 մետր բարձրությամբ ձմռանը կլիմայական խիստ պայմաններ ունեցող այս տարածքներ ժամանակավոր բնակության է եկել հարավից, իրանական բարձրավանդակից։ Նրանց հավանաբար գրավել են օբսիդիանի պաշարները, հարուստ կենդանական ու բուսական աշխարհը։ Հավանաբար նա այսպես եկել, գնացել, այցելել հումքի աղբյուրները, հավաքել իր համար անհրաժեշտ գործիքները եւ այլն պատրաստելու հումք, բնականաբար որպեսի գոյատևեր այդ ընթացքում նաեւ կատարել ինչ-որ որս եւ այլն, եւ հետո ուրեմն իջել ձմռանը դեպի ավելի ցածրադիր տարածքներ։ Այս տիպի հուշարձանները հնագետների ուշադրության կենտրոնում են նաև հարևան Վրաստանում, Իրանում եւ Թուրքիայում։ Աղիտու 3-ը կօգնի ամբողջացնել 5 հարեդարյան մարդու գործունեության մասին պատկերացումները։ Այդ մշակույթները շատ նմանություններ ունեն եւ բնականաբար արանքում ուղղակի սպիտակ բիծ, դատարկություն։ Փաստորեն Աղիտում ոնց որ այսպես մի հենակետ էր։ Էնդրյու Քենդելի համար հետաքրքիր են հատկապես հնագույն մարդու թողած մշակութային հետքերը։ Արդեն հստակ է 29,000 տարի առաջ այստեղ ապրած մարդը որսորդությանը զուգահեռ իր համար հագուստ է կարել։ Ամենահետաքրքիր գտածոն ոսկրից պատրաստված ասեղն է հայտնաբերված 29,000 տարվա շերտից։ Հետաքրքիր են նաև ծակված ծովային խխունջները, այսինքն 29,000 տարի առաջ մարդիկ այստեղ կարում էին իրենց հագուստը, հետո էլ այն զարդարում խխունջներով։ Աղիտույում պեղումները կշարունակվեն նաև առաջիկա տարիներին։ Աղիտու 3-ին զուգահեռ պեղումներ են սկսվել նաև Աղիտու 7 քարայրում։ Աննա Ավետիսյան, Մեհեր Մանուչարյան, Առաջին ալիք։